Նույնտապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն Ես եմ շնորհակալ։ Ցանկալի չէ հաղորդումները սկսել Ալիևի հայտարարություններով, բայց մեր ֆորմատը ստիպում է ամեն դեպքում ամենավերջին հրատապ թեմաներից սկսել եւ ըստ էության նորություն էլ չի, Ալիևն այսօր հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը հույս ունի, որ այս տարի կստորագրվի, եթե սահմանադրության փոփոխությունը կատարվի եւ սահմանադրությունից այդ անկախության հռչակագրին հղումը դուրս գա։ Ինչպես արդեն գիտենք, մեր նոր սահմանադրության տեքստն էլ պատրաստ կլինի մարտին հայտարարել էր Արդարադատության նախարարը։ Հիմա դուք ինչ եք սպասում կամ մենք ինչ սպասենք, արդյոք այս փոփոխությունը տեղի կունենա մինչև ընտրությունները եւ խաղաղության պայմանագիրն էլ կստորագրվի մինչև ընտրությունները։ Շնորհակալ եմ հրավերի համար, գիտեք, սահմանադրության մասով իմ տեսակետներում փոփոխություն չկա եւ չի գրանցվել։ Դա եթե դիտարկենք իբրև փորձ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու դիտանկյունից, ապա սա կարելի է ինչ որ առումով նաև փորձ որպես այդպեսին դիտարկել եւ որակավորել, բայց ընդհանուր առմամբ պահանջի մեջ կա լեգիտիմություն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է արդեն իսկ բազմիցս տարբեր առիթներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Եվ դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա իղձ, փափակ, երազանք, պապերից թողնված կտակ, թե ապագայի նկատմամբ նկրտումներ ապագայի հետ կապված, սա արդեն լուրջ է եւ Ադրբեջանի տեսանկյունից այս հարցը լեգիտիմորեն բարձրացվում եւ թմբկահարվում է ու սրա շուրջ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ նաեւ կա մեր միջազգային գործընկերների կոնսենսուսը։ Պետք չի, որ գործընկերները իրենց դեսպանատների միջոցով ամեն մեկը հատիկ առ հատիկ հայտարարություն տարածի եւ հայտարարի, որ Ադրբեջանի այս տեսակետն ու դիրքորոշումը լեգիտիմ է։ Սա մենք ինքներս պետք է ընդունենք։ Կլինի դա ընտրություններից առաջ, թե կլինի ընտրություններից հետո, ես չեմ կարող ասել, սակայն այն հանգամանքը, որ Արդարադատության նախարար Տիկին Գալյանն արդեն իսկ նշել է նոր սահմանադրության տեքստի մշակման եւ արդեն իսկ մարտ ամսին պատրաստ լինելու մասին, ես կարծում եմ այդ հարցը վերջնականորեն կփակվի։ Չնայած որ մեր սահմանադրական դատարանը որոշում ունի նաեւ այդ մասով կայացրած, ես կարծում եմ Ադրբեջանի այդ պահանջը եւս եթե կուզեք կբավարարվի, այո, որովհետեւ դա պահանջ է, որը իր մեջ պարունակում է լեգիտիմության նշույլներ։ Այդ պահանջը կբավարարի իշխանությունը, իսկ հանրությունը կբավարարի, պարոն Մկրտչյան։ Հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է իր շուրջ տեղի ունենում, հանրությունը որևէ պարագայում նոր պատերազմի հրձիկ ինքը չի ուզում դառնալ, հանրությունը, եթե ընդունել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունն ու որոշումը, ապա վստահաբար սա եւս կընդունի։ Եվ հենց հանրությունն էլ իր քվեարկությամբ սա կփաստի։ Հիմա ովքեր որ հակառակ տեսակետն ունեն, թող այդ դեպքում բացատրեն, ինչա դա նշանակում։ Ինչա նշանակում։ Ուղղակի բացատրությունը տան, թե դա ինչա նշանակում սահմանադրության մեջ հղում կատարել անկախության հռչակագրին եւ խոսել Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին այդ կետի շուրջ։ Թող բացատրեն, տեսնենք, թե դա ինչ առհասարակ իրենից ենթադրում։ Թե մեզ համար բացատրեն, թե հարևանների համար բացատրեն, որպեսզի իրենք էլ իրենց հետագա գործողությունները նաև ըստ այդ բացատրությունների պլանավորեն։ Այն որ պետքա դուրս գա այդ կետը, ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի այդ կարծիքին եմ եւ սրա մասին խոսել եմ այն ժամանակ դեռևս երբ որ մարդիկ այս տեսակետն արտահայտելու համար քարկոծվում էին, թիրախավորվում էին, բայց ճշմարտությունը սրանից իմ արտահայտած մտքերից չի կորում։ Չի կորում այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանին։ Եվ Հայաստանը արդյոք այստեղ եւս լրացուցիչ հարց, արդյոք Հայաստանը ունի լեգիտիմ պահանջներ, որոնց մասին լռում է, որոնց մասին կարող է բարձրաձայնել նույն ջանասիրությամբ ինչ Ալիևը եւ խաղաղության պայմանագրի այդ ստորագրումը պայմանավորել նաեւ դրանով։ Այսինքն օգտվել հնարավորությունից, ինչպես Ալիևյան ռեժիմն է օգտվել։ Խաղաղության պայմանագիրը կամ պայմանագրի ստորագրվելու այսպես սպասումները
անգամ սպասումները որևէ պարագայում հայկական կողմը չպիտի տորպեդահարի։ Պատճառներ բազմաթիվ են, կան։ Այդ թվում նաև այն պատճառը, այն լեգիտիմ պատճառը, կուռ ամուր պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հատվածներ։ Սա պատճառ չի, պատճառ է։ Տորպեդահարենք բանակցությունները եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը վիժեցնենք, ինչ կտա սա մեզ։ Հայաստանի Հանրապետությանը 2020 թվականից հետո օդի ու ջրի պես անհրաժեշտ է ժամանակ եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, որը որ հիմա իրականացնում է։ Թե արտաքին քաղաքականության ոլորտում է իրականացնում օրվա իշխանությունը, թե պաշտպանության ոլորտում է իրականացնում օրվա իշխանությունը այդ դիվերսիֆիկացիան, որը Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունն է բարձրացնում ավելի։ Դիվերսիֆիկացիա թե տարբեր աթոռների միաժամանակ նստել։ Դիվերսիֆիկացիա ես կասեի, հատկապես պաշտպանական սեկտորում, որովհետև այդ դիվերսիֆիկացիան մենք տեսնում ենք ակնառու է, Հայաստանի Հանրապետության զենքի գնման process-ների մեջ Ռուսաստանի Դաշնությունը առաջնահերթ այլևս դեր չի ստանձնում, այնտեղ կա նոր խաղացող, իդեմս Հնդկաստանի, Եվրամիության առանձին երկրներ են Հայաստանի Հանրապետությանը զենք զինամթերք վաճառում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է հետախուզական դրոններ վաճառում, եւ սա դիվերսիֆիկացիա է, դասական օրինակ է դիվերսիֆիկացիայի։ Այ արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, բլոկային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությունը որ բլոկը կընտրի, այստեղ կարելի է ձեզ հետ համաձայնվել եւ ասել, որ այո, որվա իշխանությունը փորձում է երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն բանեցնել, բայց վստահեցնում եմ դա երկար չի կարող շարունակվել, երկար թույլ չեն տա մեր իշխանություններին այդ քաղաքականությունը վարել եւ ինչ որ մի պահի Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի աթոռներից որևէ մեկը ընտրելու կամ Եվրամիությունը, կամ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը, կամ ԵԱՏՄ-ն, որտեղ որ մենք այսօր գտնվում ենք եւ շարունակում ենք դեռևս գործունեություն ծավալել։ Ստիպողը արևմուտքից է լինելու թե հյուսիսից։ Ես կարծում եմ երկու կողմից ճնշումը կմեծանա եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն հենվելով հանրության լայն շերտերի տրամադրությունների եւ պատկերացումների վրա, իսկ այդ պատկերացումներն ու տրամադրությունները առնվազն Եվրաքվե նախաձեռնությունը ցույց է տվել, որ կա եւ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ միասին բոլոր դժվարությունները հաշվի առնելով դեպի Եվրամիություն քայլ կատարել եւ Եվրամիության անդամ տեխնացուի գոնե թե կարգավիճակ ստանալ։ Եվ երկու կողմից էլ այդ ճնշումները կլինեն, այն որ պաշտոնական Մոսկվան անընդհատ փորձում է հիբրիդային պատերազմի գործիքակազմի կիրառմամբ մեր գլխին հարվածել, իսկ Հայաստանի Հանրապետությունում էլ այդպիսի բութ գործիքներ բազմաթիվ կան, դա ակնհայտ է, այն որ եվրոպական երկրները եւս երկար չեն կարող համբերել եւ Հայաստանի Հանրապետությանը տրվող աջակցությունների պատասխանի վերջո պահանջելու են, Հայաստանի իշխանություններից սա էլ է փաստ։ Այն որ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնում է եւ TRIP ներդրումային ծրագրի մաս է դառնում, սա եւս իրավիճակ է փոխում տարածաշրջանում, իօգուտ Հայաստանի Հանրապետության եւ նաև իօգուտ հավաքական արևմուտքի։ Հիմա ԱՄՆ-ի հետ կոնկրետ համագործակցության մասով, տեսեք, մինչ իշխանականները ԱՄՆ փոխնախագահի այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները ներկայացնում են որպես պատմական եւ Հայաստանի գոյությունը երկար ժամանակով երաշխավորող Քոչարյանականները կամ Ռոբերտ Քոչարյանը նույնը անվանում է այդ ամենը փոթորիկ մեկ բաժակ ջրում, նաեւ ավելի վաղ հայտարարել էր, որ TRIP-ը անվտանգային մեծ սպառնալիք է մեր երկրի համար եւ այդ ծրագրում պետք է ներառել Ռուսաստանի եւ Չինաստանի։ Ես հիմա չեմ ուզում մենք գերագնահատենք, նաև թերագնահատենք այդ ամենը, ուզում եմ օբյեկտիվ գնահատական այդ ամենին։ Այդ դեպքում ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, բայց այդ դեպքում խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանի ցնդաբանությունները չցիտել, որովհետև հակառակ պարագայում, եթե ես պետքա պատասխանեմ Ռոբերտ Քոչարյանին, ով ամերիկյան ներդրումային ծրագրի մեջ փորձում է ներգրավել, ներքաշել Ռուսաստանի Դաշնությանն ու Չինաստանին, ինչը ըստ երևույթին ԱՄՆ այս ներդրումային ծրագիրը մեծ հաշվով միջինասիական պետությունները Չինաստանից պոկելու մասին է։ Այդ դեպքում խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին եկեք մի կողմ դնենք, որովհետև նրա արտահայտած մտքերը ցնդաբանություն են։ Մարդ է խոսում այդ ձեռք բերված պայմանավորվածություններից, ով
ում կառավարման տարիներն աչքի են ընկել գույք պարտքի դիմաց միանձնյա զիջումներով, վերև նստված ներքևը Վլադիմիր Պուտին սկզբունքի գործադրմամբ եւ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակի արտահայտած մտքերին ես չեմ ուզում անդրադառնալ այսքանով։ Իսկ ինչ վերաբերում է իշխանականների ցնծությանը, դե կներեք էլի ձեռքբերում ունեն մարդիկ, եկեք այստեղ արդար եւ ազնիվ լույսի ներքո էս ամեն ինչը դիտարկենք, ես ինքս աչքի եմ ընկել բոլոր ժամանակներում հենց դրանով, որ իշխանությունների վատ արարքները կամ ոչ այնքան բարենպաստ Հայաստանի Հանրապետության համար արարքները քննադատել եմ անողոքաբար, իսկ լավ արարքների դեպքում ծափահարել եւ քաջալերել եմ։ Հիմա այդ դեպքն է իրականում տեղի է ունեցել պատմական այց, պատմական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության համար, պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հենասյունն ու հենակետը, եթե կուզեք անգամ, լինելու։ Եվ սա օրվա իշխանությունների ձեռքբերումն է մի անձնյա։ Բոլոր այն ուժերը, ովքեր փորձում են առողջ դիրքերից իրենց դիրքավորել կամ առանձին դեպքերում արբանյակի դերը իրենց ուսերին ստանձնած փորձում են դա տանել, բայց տեղն եկած տեղը օրվա իշխանություններին թիկունքից հարվածում են եւ հայտարարում են, որ իրենք ավելի լավ գիտեին, իրենք ասել էին, իրենք պատկերացնում էին, իրենք էին բանակցում, եթե շատ խորանանք։ Սա հերուրանք է։ Սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների, եթե անձնավորված ասեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ձեռքբերումն է։ Երկաթյա ձեռքբերումն է։ Ու թող որևէ մեկը չփորձի սա սեփականաշնորհել ու իրենովը դարձնել։ Առնվազն ես հանրության մաս լինելով թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու իրականությունը բարձրաձայնելով, որովհետև բանակցել է Միացյալ Նահանգների հետ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունն օգոստոսի 8-ին ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն են Միացյալ Նահանգներից ներդրումներ բերել։ Եվ իրենք են դրա այդ դափնիների մի անձնյա կրողը Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան զույգը։ Իսկ մնացած բոլորը, ովքեր քոչարյանական դիրքերից փնովում են, ոչ քոչարյանական մի փոքր այդպես սողացող քաղաքական գործի դիրքերից փորձում են իրենց վրա վերմակը քաշել։ Պետք է ասեմ, հանգիստ նստեք տեղները, իշխանության ձեռքբերումն է։ Ինչպես որ իշխանության ձախողումն է Հայաստանի Հանրապետության ներսում արդարության եւ արդարադատության չհաստատումը։ Սա էլ վատ առումով իշխանության ձեռքբերումն է, որի համար ես քննադատում եմ, որի համար ես խնդիր ունեմ օրվա իշխանությունների հետ, բայց արտաքին քաղաքական դաշտում օրվա իշխանությունները արել են առավելագույնը եւ դրա պատուղները Հայաստանի Հանրապետությունը շատ մոտ ապագայում կտեսնի։ Ներդրումներ դուք այդ 9 միլիարդը նկատի ունեք, պարոն Մկրտչյան, դրա մասով առհասարակ թրիփ ներդրումային ծրագիրը նկատի ունեմ։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, սա նկատի ունեմ, որ ակնհայտ է, չէ՞, Դոնալդ Թրամփի ներգրավումից անմիջապես հետո տարածաշրջանում իրավիճակը կայունացել է, գոնե թե հայ-ադրբեջանական սահմանին մենք չունենք կրակող զենքերն այլևս չեն կրակում եւ զոհեր փառք Աստծո չունենք եւ սա եւս օրվա իշխանությունների ձեռքբերումն է, թող որևէ մեկը իր անձնական ձեռքբերումը կամ իր վրա վերմակը չքաշի։ Եվ այս համատեքստում այո, բայց այդտեղ քննադատություն կա կամ մտահոգություն կա, նույն Թրամփը հավերժ չէ, պարոն Մկրտչյան։ Շատ լավ, դրա համար ես խնդիրներ կան վարչակազմի հետ կապված։ Ես ընդունում եմ դա եւ ես կոնե իմ վերջին հարցազրույցներում պնդում եմ, որ սա անձնական հարաբերությունների վրա հենված ձեռքբերումներ են եւ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ պետք է անի ինստիտուցիոնալ դաշտում սա ամրագրելու համար, որպեսզի սա ավելի շատ եւ առաջին հերթին լինի Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգներ ձեռքբերում եւ ձեռքբերումներ, քան Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ լավ հարաբերությունների եւ պայմանավորվածությունների արդյունք, որպես այդպեսի։ Իսկ
Հայաստանի Հանրապետությունը այստեղ էլ դիրքերը ամուր է Հայաստանի Հանրապետության, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը ունի արդեն իսկ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրած Միացյալ Նահանգների հետ, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանի Հանրապետությունում ըստ այդ ստորագրված գործընկերության ռազմավարական պայմանագրի գործողություններ են հետևում եւ գետնի վրա արդեն ներդրումներ են գալիս եւ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը սկսում են ի կատարածել եւ սա պետք է ավելի խորացվի։ Նամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական և ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Մկրտչյան, նույն միջուկային համագործակցության 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը ներկայացվեց որպես արդեն միջուկային համագործակցություն ԱՄՆ-ի հետ, բայց սա ընդամենը բանակցությունների ավարտի մասին հայտարարություն էր։ Ավելին ես ձեզ ասեմ, դրան հետևում է Փաշինյանի հայտարարությունը։ Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ։ Սա նորմալ է, որ ԱՄՆ-ի հետ այդ բանակցությունների ավարտին զուգահեռ Հայաստանը դեռ վերջնական կողմնորոշված չէ եւ դիտարկում է այլ երկրների հետ հնարավոր համագործակցություն։ Եթե հրապարակային խոսքում անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը նշի, որ ինքը բանակցում է կամ իր կառավարությունը բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, Կորեայի հետ եւ վերջնարդյունքում, երբ որ արդեն որոշում կայացնելու պահը գա, Հայաստանի Հանրապետությունը ավելի ծանրակշիռ համարի Միացյալ Նահանգների դերը էստեղ, ուրեմն այդպես է պետք։ Ես այս հարցին այդպես սվիններով չեմ ընդունում եւ նորմալ եմ վերաբերվում։ Այլ հարցի ես ձեզ կարող եմ ասել, որ ես ինքս սվիններով եմ ընդունում եւ կարծում եմ այստեղ մեր իշխանությունները պետքա դիրքորոշումը կոշտացնեն Հարավկովկասյան երկաթուղիների մասով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը դեռևս խնդրում է
Մինչև այս վերջերս խնդրում է բարեկամական տրամաբանության հիմա ներքո բարեկամական հարցը տրամաբանության ներքո լուծել։ խնդրում է որ կոնսենսիոն կառավարումը հանձնվի այլ պետության ես էլ կարծում եմ որ հարավկովկասյան երկաթուղիները ոչ միայն ես նաև ոլորտային մասնագետներ կան որ խոսում են սրա մասին հարավկովկասյան երկաթուղիները պայմանագրային պարտավորվածություններ է խախտել Հայաստանի Հանրապետության առաջ եւ նա պետքա պատժվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն եւ եթե կուզեք օրինակով խոսեմ հեծի օրինակով պետքա պետականացվի ու կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս ճանապարհով էլ կգնան հակառակ պարագայում բերել Թրամփի ուղու մեջ խցկել հարավկովկասյան սննկացող երկաթուղիներ կազմակերպությանը եւ հույս ունենալ որ այդ քո ճանապարհից պետքա օգտվեն եւ դա պետքա դառնա տրանզիտային ճանապարհ մի փոքր էլի ֆանտազիայի ժանրից է որովհետեւ պետքա այդ հարցը լուծվի որովհետեւ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասեց այո շատ ներդրողներ շատ գործարարներ շատ խոշոր կամպանիաներ եւ ընկերություններ երկար կմտածեն արժի հարավկովկասյան երկաթուղիների գծով Հայաստանի Հանրապետության այդ փոքրիկ հատվածով անցնող այդ գծից օգտվել թե չօգտվել կամ առհասարակ արժի հարավկովկասյան երկաթուղիներին եւ ԵԱՏՄ անդամ Հայաստանին այդքան շատ օգուտներ շռայլել որպեսզի այդ գումարը գեներացված ավելացված արժեքի հարկերի տեսքով գեներացված գումարը ուղղվի ԵԱՏՄ ընդհանուր կացա թե չարժի սրանք հարցեր են որ պետքա պատասխանել այստեղ ես անհամաձայնություն ունեմ իշխանությունների հետ եւ կարծում եմ հարավկովկասյան երկաթուղիների հետ պետքա շատ ավելի կոշտ բառապաշարով խոսել եւ գործի դնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ողջ գործիքակազմը Այսինքն այդ բարեկամական մթնոլորտում Ինչ չակնկալ էր որ բարեկամական հարցը կլուծվի ասում եմ ես մթնոլորտը- մեր գործընկերներին ասել եմ որ չեն կռվելու ձեր հետ Էլի չենք կռվում բարեկամական մթնոլորտը ստեղ ինչ կապ ունի կասեք ինձ երբ որ հարավկովկասյան երկաթուղին պայմանագրային պարտավորվածություն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող երկաթ գծերի եւ երկաթուղիների մեջ ներդրումներ անելու ու չի արել Էլ չեմ խոսում այդ կառույցում սարսափելի չափերի հասնող չարաշահումների մասին Ինչ կապ ունի ձեր ասած տարբերակով հարցի լուծումը չի նշանակում արդյոք ձեռք բերել Ռուսաստանի պես թշնամի Ոչ Մենք Ռուսաստանի պես թշնամի վաղուց ունենք Ինչի նոր պիտի ձեռք բերենք Այն էլ ընտրությունների նախաշեմին պարոն Նուրաչյան Դե կներեք էլի ընտրությունները այստեղ ինչ կապ ունեն հասկացանք Ռուսաստանի Դաշնությունը մի քանի հատ արբանյակ ունի այստեղ ուղիղ ֆինանսավորվող սնվող վերևնաստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնող իդեպ առանձին գործիչների դեպքում բարի բուն իմաստով այդպես է գործիչներ կան որ անգամ Պեսկովին են վերևնաստված ներքև Պեսկով են տեսնում եւ Պեսկովին վերագրվելիք իմ ստատուսներով պայմանավորված դատական հայցեր են ներկայացնում Եվ ինչ ունեք այդ մասով ասելու նորություններ կան Նորություն չկա, պետք է ասեմ, որ դատարանը մասնակի բավարարել է իմ դեմ հայց ներկայացրածներից մեկի Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի հայցը, մյուս ինքնասառեցված տերտերի հայցը շարունակում է դատարանում մնալ, եւս մի քանիսը հասցրել են այս ընթացքում դատի տալ։ Ոչ մի բան, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Եթե իշխանական տեխնացուներն ունեն հնարավորություն դրան արձագանքելու եւ փաստաբանական մեծ թիմով ներկայանալու դատարաններ, ես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիս անգամ դատական նիստերին չեմ ներկայանում։ Սա բոյկոտ է իմ կողմից եւ որևէ պարագայում ես չեմ կարող հաշտ լինել նրա հետ, որ հանրային խոսք, հանրային քննադատող խոսք առանձին դեպքերում նաեւ հնչեցնող մարդիկ պետքա ենթարկվեն դատական terror-ի կամ ոմանց կողմից դատական հայցերի terror-ի։ Շատ էլ դատարանը մասնակի բավարարել է, չեմ պատրաստում։ Այսինքն մասնակի բավարարել է ինչ պահանջը, որ պահանջն է բավարարել։ Այնտեղ կարծեմ մեծ գումարի խախատություն չէ։ Սամվել Կարապետյանը մի խուրձ պահանջներ էր ներկայացրել դատարան, այդ մի խուրձ պահանջներից բավարարվել է մեկը, որտեղ ես իմ Facebook-յան էջում թերուս քնձխները Հայաստանի Հանրապետության դեմ նոր պլան են մշակում, որը տապալվել է, համապատասխան լրատվամիջոցի նյութը կիսվել է եւ
վայմե վույմե Պեսկով ալո իմ հայտարարությանը արձագանքել է Սամվել Կարապետյանը, իրականում ես Պեսկովին էի վայմեով, վույմեով եւ իր ձեռքի տակ եղած թերուս քնձխներին դիմելով դիմում, բայց պատասխանելա կամ իմ այդ ալո կանչին Facebook-յան ստատուսին արձագանքել է Սամվել Կարապետյանը, ես էլ պետք է իրեն հարց ուղղել, որտեղ ինքը իրեն գտավ այդ իմ ստատուսի մեջ, ինչի ինքը դրանից վիրավորվեց եւ առհասարակ ինչի մասին է խոսքը։ Ներողություն է պահանջել դատարանը, որը ես պատրաստվում եմ բողոքարկել, չգիտեմ կբողոքարկեմ թե չէ, դեռևս ժամկետ ունեմ, բայց ամենայն դեպս պետք է ասեմ, որ չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Գումարային մասը Կարապետյան ընտանիքին ես հիմա հաշտության ձեռք եմ նաև ձեր եթերից մեկնում, գումարային մասը պատրաստ եմ ես մեր հայրենակիցների օգնությամբ, աջակցությամբ 10 դրամներով բացառապես հավաքել, այնտեղ 130,000 դրամի մասին է խոսքը, դոլարային միլիարդատերը 130,000 դրամ է ինձանից ակնկալում, ես պատրաստ եմ այդ պահանջը բավարարել գումարային մասով մեր հայրենակիցների հետ, տեսեք քանի տարվա աշխատավարձ կարող եմ հավաքել 10 դրամներով տալ, փոխանցել, բայց ինչ վերաբերում է ներողությանը, ես բացարձակ ճշմարտությունների համար չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ինչու բացարձակ ճշմարտություն է դել ասեմ։ Այցադիմումի մեջ կար նաև կետ, որտեղ որ ես հարցազրույցի ժամանակ ասել էի, որ Սամվել Կարապետյանը Կտրիչ Ներսիսյանի պաշտպանությամբ փորձում է ներխուժել կամ ներթափանցել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ։ Այս հայտարարությունը ես արել եմ Սամվել Կարապետյանի ձերբակալումից ժամեր անց։ Երբ որ Սամվել Կարապետյանը դեռ հայտ չէր ներկայացրել, բայց փոխանակ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, չգիտեմ այդպիսի կան թե ոչ, փորձագետներին, այն փորձագետներին հատկապես ովքեր ոսկերիչի ճշգրտությամբ իրավիճակը կանխատեսել են եւ Սամվել Կարապետյանը այո Կտրիչ Ներսիսյանի պաշտպանությունը պատրվակ օգտագործելով ներթափանցել է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ եւ դա բացարձակ իրականություն է դարձել։ Հիմա էլ դատարանը եւ դատական իշխանությունը փորձում է հանրային խոսքը լրացնել։ Դատական հայցերը ես անձնապես չեմ ընդունում։ Սա հայց է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու դեմ, այն քաղաքացիների դեմ, ովքեր ազատ են սիրում արտահայտվել եւ ազատ են սիրում ապրել, իսկ ես հանրության լայն շերտերի կարծիքը, վերլուծությունները ներկայացնող մարդ եմ եւ դրա համար հիմա թիրախավորվել եմ։ Իրենց արձագանքի այդ զգայունությունը ինչի մասին է պարոն Մկրտչյան, նաեւ իդեպ այդ Սամվել Կարապետյանի մասով, քանի որ անդրադարձել եք միանգամից այդ լուրն էլ դրան էլ անդրադառնանք, իրենց ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացում փաստորեն հայտարարվեց Սամվել Կարապետյան, չնայած որ սահմանադրական արգել գոյություն ունի, բայց այսօր պարզվեց, որ կուսակցության առաջին համարը կամ ցուցակը կգլխավորի նրա եղբոր որդին։ Ինչու են նախ այդքան զգայուն այդպիսի արձագանքը ինչի մասին է եւ երկրորդը այս ես ասեցի, չէ, դատարանը որ մասով է բավարարել իմ համար զարմանալիորեն։ Թերուս քնձխները Հայաստանի Հանրապետությունում, թերուս քնձխները շարունակում են պնդել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական process-ների մեջ նոր պլաններ էին, նոր դավեր էին նյութում, վայմե վույմե, Պեսկով ալո։ Մարդ ով որ հարվածում է թիրախներին եւ իր ամեն հարցազրույցի ընթացքում հիշում է Պուտինի կողմից նշանակված կուրատոր Կիրիենկոին, կներեք, իսկ ոնց եք պատկերացնում, ինչի պիտի չթիրախավորվեի որ։ Եվ իսկ ինչ վերաբերում է իրենց վարչապետի տեխնացուին, եկեք լուրջ բաներից խոսենք, էլի Սամվել Կարապետյանը վարչապետի տեխնացու։ Սամվել Կարապետյանը թող բարի լինի, ես ինքը ազգային անվտանգության նկուղում երբ որ նստած էր, ես նաև այդ ժամանակ եմ այդ կոչն արել, հատկապես լրագրողական հանրույթին։ Հարգելիներս, փորձեք Սամվել Կարապետյանի հետ ուղիղ շփվել։ Նրա խոսքի վրա արգելանք դրված չէ։ Երբ որ Սամվել Կարապետյանը կարողանա 1 րոպե 45 վայրկյան վարժ հայերենով որևէ միտք արտահայտի, առավել եւս քաղաքական միտք արտահայտի, այդ ժամանակ մենք խոսենք սահմանադրությունից, սահմանադրության հնարավորություններից ընձեռած, այդ հնարավորությունները փոփոխելուց, հնարավորություններից փոփոխելու,
թե չէ այդ մարդը արհեստական բանականությամբ ժողովրդի հետ շփվում է 30 վայրկյանանոց ընդամենը 3-4 դուբլով նկարված տեքստի համար ամիսներ շարունակ կալանավայրում է ինչի մասին է խոսքը եկեք լուրջ բաներից խոսենք եւ այս երկրում բնավ ես իշխանություններին այս հարցում եմ քննադատում բնավ Նարեկ Կարապետյանը չի որ այս երկրում կարծիք է արտահայտում եւ բնավ Նարեկ Կարապետյանի մտքի գոհարներ չեն հա որ առավոտից երեկո Նարեկ Կարապետյանին կամ ձևիստներին քննարկենք Հիմա դրանով ամփոփենք պարոն Մկրտչյան դատելով հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մենք արդեն ունենք ովքեր հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին բովանդակային ընտրություններ են լինելու սրանք այսպիսի ձեր ասած որ մենք նշանակություն չտանք այն ուժերին որոնք իրականում այդքան արժեք չունեն Ցավոք սրտի մենք լավ պատկեր չունենք 26 թվականի ընտրություններից առաջ Մասնակցում է օրվա իշխանությունը ով բերել է խաղաղություն խոստանում է պահպանել այդ խաղաղությունը եւ արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտում իրականացնում է դիվերսիֆիկացվող արտաքին քաղաքականություն։ Սա փաստ է։ Կա օրվա իշխանությունների դեմ Գյումրի 2 սցենար գծող մի ոհմակ, ով ֆինանսավորվում եւ կառավարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ մի ամբողջ մեքենա է գործելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ։ Կան մի քանի տասնյակ ձայն փախցնող ժողովրդի լեզվով ասած քաղաքական ուժեր, ովքեր այդպես էլ չկարողացան, նրանց մեջից առողջները չկարողացան իրենց բարդույթներով պայմանավորված, իրենց ներկուսակցական որոշումներով պայմանավորված, անձնական կմահաճույքներով պայմանավորված, չգիտեմ ում մոտ ոնց, չկարողացան տարակարծություններն ու տարաձայնությունները դնել մի կողմ եւ միասնական ճակատով այլընտրանքային ուժ ձևավորել, թող չլիներ դաշինք, թող որևէ կուսակցություն անվանափոխվեր, անունը լիներ դաշինք, բայց մասնակցեին մի ցուցակով եւ հանրությանը այլընտրանք առաջարկեին։ Քանի որ այս իրավիճակն ունենք, մենք եւ մեր հանրությունը ցավոք սրտի մեծ ընտրելու հնարավորություն չունի եւ այս պայմաններում ստիպված պետքա գնա եւ ընտրի կամ չարը կամ չարյաց փոքրագույնը։ Եվ այս իրավիճակում մի փոքր օրվա իշխանությունների հասցեին չարյաց փոքրագույնն ասելն էլ ես վիրավորական կհամարեմ, բայց իրավիճակը ավելի պատկերավոր նկարագրելու համար այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծ ընտրություն չունի կամ այդ մեքենայի որևէ մասին ածայինը տալիս, որը ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանության եւ խաղաղությանը, կամ ձայնա տալիս օրվա իշխանություններին։ Մնացյալը ով կգա, ով կգնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դուռը, երբ կգնա, քանի անգամ կգնա, քանի անգամ կխաչակնքվի, քանի անգամ կարդարանա, սա որևէ պարագայում իրենց դեմքը չի փրկում։ Ով ես Հարություն Մկրտչյանս բազմիցս փորձել եմ առողջ քաղաքական ուժերին կլոր սեղանի շուրջ հավաքելու եւ փորձել եմ եւ հասկացրել եմ իրենց, որ պարոնայք առանձին դատապարտված եք, տապալման չի կարելի։ Հիմա իրենք չեն հասկացել, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իմաստությունը կառաջնորդի իրենց եւ 2026 թվականից հետո Փաշինյանն ասում է, որ օլիգարխները այլևս քաղաքականության մաս չեն լինի եւ քաղաքականությամբ չեն զբաղվի։ Ես մի փոքր հավել եմ 2026 թվականի ընտրություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ ստիպված կլինեն ոմանք տարիքի բերումով, ոմանք փորձի ձախողված փորձերով պայմանավորված գնալու թոշակի եւ քաղաքականությամբ չզբաղվել։ Հակառակ պարագայում դաշտը զբաղեցնել, ես գիտեի, ես ասել էի, ես տեղյակ եմ, ինձ ավելի վերևներից են ասել եւ այլն, այս տրամաբանությունը չի աշխատում, որովհետեւ դու չես ազդում որոշումների կայացման վրա կամ երբ որ ունես որոշումների կայացման վրա որոշ առումով ազդելու միասնական դաշինքով ներկայանալու եւ որոշումների մեջ ազդեցություն ունենալու դու որոշում ես մենակ գնալ ընտրությունների, դու որոշում ես հերթական անգամ բաց ճակատով պատին հարվածելու ազատ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իմաստության վրա ես երբեք չեմ կասկածել, հիշողության վրա առավել եւս, իսկ այդ հիշողությունը սկսվում է 91 թվականից հոկտեմբերի 27-ն այնտեղ
կարմիր գծով տարվում եւ հետ հոկտեմբեր 27-յան Հայաստանի Հանրապետություն 2018-ն էլ լավ հիշում Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ շատ լավ հիշում է թե Նիկոլ Փաշինյանը երբ որ փողոցում էր ովքեր էին Նիկոլ Փաշինյանի կողքին եւ ինչու Նիկոլ Փաշինյանի կողքին չէին։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։